Դուք պարբերաբար ես նկատել եմ, որ լինում եք անհետ կորած, զոհված, ինձարավների հարազատների ակցիաներին, ձեր տեսակետը այս կատարվողի վերաբերյալ ձեռքերը կարծեք լվացել են իշխանությունները, պատկան մարմինները, ի վերջո ում դաշտում է լուծումը եւ ումից ակնկալել։ Անշուշտ շատ զգայուն թեմա է սա եւ շատ, այսպես ասեմ, ցավալի եւ շատ տհաճ է արձանագրել, որ եթե ղեկավարը ով կարող է անգամից կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ, ցույց տալ թե տեսեք, թե խոնարհում ունեն իշխանությունները զոհվածների, անհետ կորածների, հիշատակի եւ նրանց ծնողների առջեւ, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտել են ցուցաբերում, մասնավորապես Արսեն Ղուկասյան գիտենք, որ ունի առողջական խնդիրներ, բայց անգամից կտալ է դեմենք մի կողմ, թե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանը չեն գտել, իրենց զավակի կապված հավաստի վերջնական ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, իրենց այդ հռչակած հանդուրժողականությունը այստեղ դրսևորվեր եւ նրանց հետ հարաբերվեին մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր համբերատար են, հանդուրժող են, անգամից ծնողներից հասումը արդարացիորեն լուրջ, ուր տվող իրենց պարտականությունները պատշաճ կատարող պաշտոնյաներ պետք է հարաբերվեին եւ այո, ծնողների հետ շատ զգուշ, չափավոր պետք է վերաբերվեն։ Այս պարագայում այս դրսևորումները պատահական չեն, իշխանությունների բիրտ ուժի մարդկանց բանտերը լցնելու, ցանկացած ընդվզող, պայքարող անհատի դեմ ռեպրեսիվ մեքենա կիրառելու այս անհագուտ ոլորտն է, որ իրենք ունեն, դրա շարունակությունն է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն պատասխանատու համարող քաղաքացի անկախ քաղաքական հայացքից պետք է սատար կանգնի անհետ կորածների ծնողների պահանջներին, պայքարին, բայց խոշոր հաշվով լուծումը քաղաքական հարթությունն է եւ հույս ենք, որ առաջիկա ամսական գործընթացներում կամ առհասարակ որևիցե քաղաքական հանդիսալուծման ժամանակ այս ամոթի նվաստացման, Էրդողանի դեպքով հանրությանը կրթելու այս խայտառակ տենդենսը որդեգրած իշխանություններին պատմության ակտիվ ուղարկելով է, որ հնարավոր է շանս ստեղծել, որ եւ անհետ կորածի ծնողների ծնողները իրենց հարցերի պատասխանը փոքր-շատ է հավաստի ստանան եւ առհասարակ հասարակության մեջ այս ագրեսիայի, այս բիրտ ուժի անհանդուրժողականության այս միտումները գնան դեպի անկում եւ մարդիկ լինեն հասկացված, ընկալված իրենց հայրենիքից։